Բարի երեկո։ Այսօր ուզում եմ շատ կարճ զրույց ունենանք իրար հետ, ուղղակի որպեսզի երևի թե իրար հասկանանք ու չլինի անջատում կենդանասերներ ու կենդանատյացների միջև, նամանավանդ այն կենդանատյացների, որ մի այլ ոչ նորմատիվ լեքսիկայով վիրավորում են կենդանասերներին։ Գիտեք, մեր կազմակերպությունը զբաղված է մարդու իրավունքների պաշտպանությամբ ու շատ անգամ ես լսում եմ, որ ինչի ենք մարդու իրավունքները թողել ու պաշտպանում կենդանիներին։ Ըստ իս մարդու իրավունքները եւ կենդանիների իրավունքները իրանք միաձուլված են եւ հնարավոր չի մարդու իրավունք առանց կենդանիների իրավունքի պաշտպանության, որտեղ մարդ արարածին Աստված ստեղծելուց հետո ստեղծել է կենդանիներ, որոնց հոգածությունը տրված է մարդ արարածին, այսինքն բանական, եթե դա բանական արարածին։ Շատ անգամ էլի եմ ասում, թե մարզպետ Գրիգորյանի կողմից կատվի, այն ավշարի կատվի գործով, թե այս սուբյեկտը, որ շուներ կապել մեքենայից, փոքր շանը կապել էր եւ տանջում էր, թե շնամարտեր կազմակերպողները, երբ կենդանասերները գրառում են անում, միստվար բանակ պարտադիր հարձակվում է կենդանասերների վրա, որ մարդկանց թողել է կենդանիներով եք զբաղվում, չգիտեմ ինչ, բա դուք էլ մարդկանցով զբաղվեք, եթե մենք կենդանիներով ենք զբաղվում։ Ես ընդհանրապես չեմ կարողանում պատկերացնել եւ հասկանամ, որ բանական մարդ արարածը կարող է ինքնահաստատվի կենդանի խեղելով, այսինքն կենդանու տառապանք պատճառելով ինքը իրան ինքնահաստատված գա եւ տեր զգա, սա ինչ որ հիվանդության նշան է։ Պարտադիր չի որ ամբողջ հանրությունը կենդանի սիրի, ուղղակի այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որ միշտ ենք ասել, որ այն մարդիկ, ովքեր կարողանում են կենդանի շնչավոր արարածին նման տառապանքներ պատճառել, դրանք ունեն որոշակի հոգեկան շեղումներ երևի թե եւ ունեն, չգիտեմ, ինչ կոմպլեքսներ, որոնք իրանք կարող են նույն հաջողությամբ իրացնել նաեւ մարդկանց վրա։ Եվ մեր բոլորի ասացի վառ օրինակը քիչ հետո ցույց կտամ, ասենք խոսքը վերաբերվում է այս վերջերս Վարդան Ղարսոյանին, դա այն սուբյեկտն էր, որ շանը կապել էր մեքենայից եւ այդ մեքենան տենց վարում էր շանը տանջելով։ Եվ հիմա խոսքս ուղում եմ Վարդան Ղարսոյանի ֆանատներին, այն 50+ կանանց, չգիտեմ 0+ տղամարդկանց, որ տենց լուրջ մեկնաբանություններով, բոլորիդ մեկնաբանությունները պահված է եւ հուսամ մի օր դուք բոլորդ կգնաք ցուցմունք տալու մեկ այլ արդեն գործով։ Դուք բոլորդ պաշտպանում եք, որ լավ արեք, քեզ պետք է կապի, սրան պետք է կապի կենդանասերներին, այ տեսակ ձեր սիրելի Վարդան Ղարսոյանը կենդանուց պրծավ եւ անցավ մարդու։ Անկախ այն հանգամանքից, որ այն մարդուն, ում որ վերջինս բռնության է ենթարկում, բողոք չկա, դա բացարձակապես չի հետաքրքրում, որովհետեւ դա իրանց մասնավոր կյանքն է։ Բայց այն որ մարդը սկզբից կենդանու է տանջում, տառապանքներ հասցնում եւ հետո կարող է հարձակվի իր կողակցի վրա, նույն հաջողությամբ կարող է հարձակվի հարևանի վրա, ձեր երեխայի վրա, տեսնեմ այն ժամանակ ինչ մեկնաբանություններ եք գրելու, ես այս եթերը նրա համար է, որպեսզի մենք լինենք հանդուրժող։ Ոչ ոք ձեզ չի ասում, որ դուք պարտավոր եք շուն ու կատու սիրել, բայց չսիրելը չի նշանակում, որ այդ կենդանիների կյանքը կարելի է խեղել, այդ կենդանիներին կարելի է տանել շնամարտերի, որ իրար գզեն ու ինչ որ գազաններ դրանից հաճույք ստանան, որովհետև դրանով իրանք գումար են աշխատում։ Հասկանում եք, սրա մասին է խոսքը։ Ես ուզում եմ, որպեսզի մեր երկրում այդ բարբարոսական մտածելակերպը վերանա, ու որ շուռ են գալիս այդ նույն շնամարտեր կազմակերպողների պաշտպանները, ասում են դարերով ա եղել շնամարտ, դարեր առաջ գլադիատորների կռիվ էլ ա եղել, դե հիմա այդ գլադիատորների շորերը իրար գզեք։ Ուզում եմ հասկանամ, կամ մենք էլ շատ մարդ կա կարող է չսիրենք, բայց դա չի նշանակում, թե կապենք մեր մեքենաներից քաշ տանք, կամ այդ մարդկանց տառապանք պատճառենք։ Խոսքը սրա մասին է եւ կոչ եմ անում այդ կենդանատյացներին, երբ որ խոսում էին, որ մենք մենակ կենդանիներն ենք պաշտպանում, նորից հիմա կդնեմ վիդեոն, անդրադառնանք սրան եւ այն մեր նախազգուշացումները, որ մարդը, որ կենդանի արարածի վատ է վերաբերվում, այդ մարդը բոլոր արարածներին է վատ վերաբերվում, օրեր առաջ TikTok-յան համացանցում տեղադրված
տեսանյութով ապացուցվեց, ես երկար մտածում եմ ընդհանրապես արժի սրան դնել եթերում կամ սրա սփաթը տեսնել, դեմք էլ չի սա սփաթը տեսնել, բայց ուզում եմ, որ բոլորը հասկանան, սա այն սուբյեկտն է, հիմա մի 2 րոպե հետո ցույց կտանք, սա այն սուբյեկտն է Վարդան Ղարսոյան անուն ազգանունով, մնացածների վերաբերյալ չունենք, միգուցե այդ իրանք անում են, բայց չունենք դրա փաստական ապացույցները, որը անցյալ տարի հուլիսի 15-ին ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կենդանի նկատմամբ դաժան վերաբերմունք է ցույց տվել, կապել էր իր մեքենայից, ի վերջո իբարս դատավոր Գագիկ Հարությունյանի գոնե այս մարդը գոնե 900,000 դրամ տուգանք նշանակվեց վերջինիս նկատմամբ եւ մի բան էլ ասեմ, որ սրանք քանի որ բարոյա լքված էլեմենտներ են, երևի թե սա ամենալավ պատիժն է, երբ որ գրպանին ես կպնում եւ սիրելի կենթանատյացներ, սիրելի մարդատյացներ, մի փոքր իրար նկատմամբ սիրով եղեք, որտեվ էլի եմ ասում, հեսա կտեսնեք տեսանյութը եւ հիմա ուզում եմ դիմեմ այդ Վարդան Ղարսոյանի գրուպը պատդերժկին, որ այս տեսանյութը տեսնելուց հետո էլի մի հիմար բան կգրեն տակը, կամ հուսամ ի վերջո դարձի կգան եւ կհասկանան, որ մեր բոլորի ասածը մենք բոլորս ուզում ենք, որ ապրենք անվտանգ հասարակությունում, որ մեր մեջ չլինեն հոգեպես խեղված մարդիկ կամ փողի համար կենթանին տրաֆիկինգի ենթարկող մարդիկ, դա շնամարտը դա կենթանուն տրաֆիկինգի ենթարկել է, իսկ կենթանու հաշվին առանց կենթանու համաձայնության գումարներ են իրանք աշխատում եւ դա այսօր բավականին մարդիկ դա արդարացնում են եւ փորձում են օրինականացնել։ Ես հիմա ուզում եմ ընդհանրապես անցնենք տեսանյութին եւ այդ տեսանյութի մեջ այս Վարդան Ղարսոյանը բռնության է ենթարկում հենց այդ նույն դատական նիստերում որպես իր ֆանատ ներկա միտիկնոջ, անունը չտանք, այդ տենց Նոտրդամի վիտրաժային եղունգներով մի սուբյեկտի, որը չունի բողոք, բայց սրա բողոք չունենալը դա ոչինչ չի նշանակում, սա ապացույց է տարիներով բոլոր կենթանասերների ասացին եւ այս մեր, որ մենք կարող ենք մեր ժամանակը, մեր օրը ամեն ինչ վատնենք եւ եթե մեկը պատկերացնում է, որ դրա համար վճարում ենք, ես որ հաստատ ոչ մեկից չեմ վճարվում եւ վստահ եմ, որ մնացած կենթանասերները եւս, որ ժամանակը վատնելով փորձում ենք այս հանրությանը ձերբազատել նման ստահակներից, ովքեր կարող են կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերել եւ կենթանու վրա ցավս ինձ շնամարտերով փող աշխատել, այս փողը կուրացրել է ձեզ եւ մի բան էլ ասեմ, երբ որ այս վերջի շնամարտի վերաբերյալ գրառում էի արել, տակը մեկը գրել էր, որ այդ շնամարտ կազմակերպողներից մեկի որդին 44 օրյա պատերազմի մասնակից է եղել, փառք ու պատիվ է տղային, բայց նրա հայրը եւս պետք է այդքան բան հասկանար, թե 44 օրյա պատերազմին շները ինչքան զինվորի կյանք են փրկել։ Արդյոք սա է մեր շնորհակալությունը բնությանը, բնությունը չի հապաղում իր պատասխանը տալով, տարբեր ձևերով։ Եվ այս TikTok-յան տեսանյութը, որի մեջ իհարկե հիմնական բառերի վրա տու է դրված, որովհետև շատ ոչ նորմատիվ լեքսիկայով է այդ Վարդան Ղարսոյան սուբյեկտը ասենք խոսում, հնչյուններ արտաբերում, այդ այն սուբյեկտն է, որ դատական նիստի ժամանակ ասում էր, որ ինքը իրավաբանական կրթություն ունի։ Դուք պատկերացրեք, էլի, որ այս մարդը ունի իրավաբանական կրթություն։ Այսինքն, այս այդ սուբյեկտն է, եւ կարծում եմ, որ հիմա պետքա Բյուրեղավանի ոստիկանությունը ավելի մեծ ուշադրություն դարձնի, որովհետև իր կողակիցը հնարավոր է չբողոքի, հնարավոր է սա իրանց ինչ-որ խաղերն է ինտիմ կամ դերերով, ես չգիտեմ, բայց դա չի նշանակում, որ նման սուբյեկտը չի կարող նույն կերպ չհարձակվել երեխաների եւ մարդկանց վրա։ Ես այլևս բան չունեմ ասելու, խնդրում եմ նայեք տեսանյութը, բոլորին ամեն ինչ պարզ կդառնա, իսկ շնամարտերին մոտ օրերս ավելի մանրակրկիտ կանդրադառնանք եւ կանդրադառնանք այն մարդկանց, ովքեր որ շնամարտերը արդարացնում են, որովհետեւ այդտեղից
գումար ունեն, գումար աշխատելու ունեն եւ սա շատ նողկալի է կենթանու տրաֆիկինգի ենթարկելով կենթանու վրա գումար աշխատելը։ Խնդրեմ, տեսանյութը նայեք, բոլորիդ པարզ կդառնա, ես հիմիկվանից ձեզ բոլորիդ ասում եմ շնորհակալություն, եթե լսեցիք, ցտեսություն։ Նայենք տեսանյութը։ Դուրստե։ Էս Արա, 10 ամիսը դուրստե։ Արա, գիտես դու։ Հենց ոչխարին նայի։ Գոնոմա։ Դուրստե։ Դուրստե։ Դուրստե արա։ Դուրստե։ Читай, Հələ մի հաջորդ եկեք։ Читай, детям. Ոնց թաղեմ ես, դուր։ Դուրստե բիգա։ Դուր արա։ Դուր մարկած մոտ։ Դուրստե։ Դուրստե անորմալ։ Դուր։ Այդ պարանը պիտի վերցնեի քցեի վզովը։ Առես պարանը, քցի վզովը։